Ես Rolls-Royce-ը կծախեմ, Չվոյի պետին աշխատավարձով վարորդ ունեմ։ Էլի չասեմ, ձեր ծախ կյանքս գերին է։ Հիմի գալիս եմ ստե, ասում եմ վարորդականը ստուր, Նիկոլ Փաշինյանը ասում է ես կապ չունեմ, ով կապ ունի, հետո մեծ մարդ։ Դատախազն ասում է կապ չունեմ, ոստիկանը ոնց է։ Ծրագրողն այս կոմենտ հայտնել է, որ մի կողմ չի Խնդրում ենք ներկայանալ ու ներկայացնել։ Ես Դավիթ Վազգենի Ծաղիկյանն եմ, ժողովուրդ ջան։ Բազմաթիվ անգամ Նիկոլ Փաշինյանը թիվ 1 ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է։ Բայց եկել եմ ասեմ, որ կոռուպցիան չի վերացել, կոռուպցիան ավելի է ծաղկել եւ բերք է տալի։ Ես էլ շարքային քաղաքացի լինելով համակարգված կոռուպցիայի զոհ եմ դարձել։ Եթե ներկայացնեք Ներկայացնեմ 21 թվականին ներքին գործերի ոստիկանությունը, ներկայիս ներքին գործերի նախարարությունը ինձ ենթարկել է վարչական տուժի։ 1 տարի ժամանակով զրկել է վարորդական իրավունքից, բալային համակարգով։ Ասեմ, որ վարորդական իրավունքը իմ համար կենսական նշանակություն ունեցող փաստ է, ինչև այս պահը։ Ես օգտվելով իմ սահմանադրական իրավունքից դիմել եմ վարչական դատարան, վարչական դատարանը հայցս բավարարել է, անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության կայացրած որոշումը։ Իսկ 9 բալերը դուրս էին եկել։ Այո, բայց ինչի այդ անվավեր, եթե օրենքը արդեն ուժի մեջ է։ Օրենքը ուժի մեջ է նրա համար անվավեր, որ դատարանը անվավեր է ճանաչել, որովհետև ինձ չեն տեղեկացրել, որ ես զրկված եմ, ինձ չեն տեղեկացրել, որ ես կասեցված եմ, պարտավոր էին ինձ տեղեկացնել։ Միանգամից զրկման որոշում են կայացրել ու 2 ամիս հետո ինձ տեղեկացրել են, որ ես զրկված եմ։ Դատարանը, վարչական դատարանը անվավեր է ճանաչել որոշումը, զրկման որոշումը։ Դիմում եմ ոստիկանությանը, ասում եմ վարորդականս վերականգնեք, ասում են չենք տալի։ Բանավոր զրույցներում ասում են դատարանի վճիռը զուգարանի թուղթա պաշտոնական դրությունները զորբայություն անելով չեն տալի։ Ասում են գնա, ամեն տարի քեզի զրկել են, չեն տալի պրավետ։ Իսկ այդ առաջին դեպքեր, հա, որ այդ բալային համակարգը, այսինքն հենց այդ ժամանակահատվածից էր, որ վարորդական իրավունքից կարող եք բալային համակարգով զրկվել։ Ինչ խնդիրներ են եղել, այսինքն այս կարմիր գծերի հետ կապ կներեք, ո՞րն է։ Շարունակենք։ Վարորդական իրավունքից զրկվել եք բալային համակարգի հետ կապված։ Այո։ Բալային համակարգի հետ կապված այդ խնդրով։ Այսինքն խախտումները եղել են, ու այդ արձանագրություններով կա, դուք կարող եք ռոդ պոլիսայում օրինակ տեսնել, որ դուք ունեք այսքան խախտում։ Օրինաչափ է, այսինքն այդ շատ վարորդներ զրկում են այդ 9 բալի, այս պահին արդեն 13 բալի հավաքման պատճառով։ Դուք պետք է ըստ օրենքի 6 ամիս անց կամ 1 տարի անց նորից քննությունները հանձնեք, ստանաք, այս գործընթացը չի եղել։ Ոչ, ինձ միանգամից 21 թվականի նոյեմբերին կանգնացրել է պատրուլ ծառայությունը, դեռ այդ ժամանակ նոր պատրուլ ծառայությունը հայտ էր եկել, բալային համակարգը նոր էր մտել ուժի մեջ, կանգնացրել են միանգամից ասել են դու զրկված ես, դա ես պնդում եմ, որ օրենքի խախտում է, մարդուն կասեցնում են 6 ամիս, տեղեկացնում են, որ կասեցված է, հետո նոր զրկում են, եթե վարեին։ Բայց ինձ միանգամից կանգնեցրել եւ ասել են դու զրկված ես։ Ես չհամաձայնվելով իրենց որոշման հետ օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից եւ բողոքարկել եմ վարչական դատարան։ Վարչական դատարանը հայցս բավարարել է, հիմք ընդունել, որ լիքը պատճառաբանություններ հիմք ընդունել եւ անվավեր է ճանաչել ճանապարհային ոստիկանության զրկման որոշումը։ Դատարանից բարձր այցյան կա, որ կարա որոշումը չեղյալ համարի, չեղյալը համարել։ Հիմա ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ ընդունեն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարանի վճիռը եւ ին վարորդականը վերականգնեն։ Ընդամենը դա են պահանջում։ Դատարանի որոշումը ներկայացվել է ոստիկանություն։ Այո, ներկայացրել են ոստիկան։ Այո, ներկայացրել են։ Իսկ դրանք հետագա գործընթացից կարող է ներքին գործերի նախարարությունը հակընդդեմ բողոքի ներկայացրել կամ դիմել է Մյուսատյանին, հա, արդեն վերաքննիչ։ Ոչ մեկին վերաքննիչ դատարան բողոքերել, վերաքննիչ դատարանում էլ ճանապարհային ոստիկանության բողոքը մերժվեց եւ Առաջացյանի դատարանի վճիռը մնաց օրինական ուժի մեջ։ Դուրս եկավ ես հաղթել եմ։ Հիմա ասում եմ վարորդականս վերականգնեք, ասում են չենք տալի։ Պատճառաբանում են պաշտոնական, որ 1 տարվա մեջ ամեն 10 օրը մեկ վերստին զրկել են։ Բայց մինչև օրս պահանջում եմ 1 տարի զրկված վարորդին վերստին երկրորդ եւ երրորդ անգամ զրկելու իրավաչափությունը թող ինձ ասեն։ Այդ իրավաչափությունը չկա, օրենքում սահմանված չի։ Եթե ես զրկվել եմ ու վարել եմ, պարտավոր են քրեական գործ հարուցեն։ Թող քրեական գործ հարուցեն։
Այդ չեմ իմանում, էլ ինչ անեմ։ Դուք ասացիք, որ ձեզ ոստիկանությունից, ներքին գործերի նախարարությունից ասում են, որ այդ դատարանի վճիռը ոչ մի արժեք չունի։ Կասեք այն Պաշտոնյայի անունը, ով ձեզ այդպես Հայկ Վարդանյանն է, հիմա էլ դատարանում պատիվ արժանապատվություն է պահանջում, որ ասել է Զուգարանի թուղթը, ու դատարանն էլ ինձանից փաստեր է պահանջում, փաստն է, որ դատարանի վճիռը կատար չի ասել, գոնե այդ անտեր Զուգարանի թուղթը պիտանի է, դատարանի վճիռը ոչ մի բանով պիտանի չի էլ ձեռս։ Դրանից ավել փաստված ներկայացնեմ, ապացուցեմ, որ դատարանի վճիռը անպիտան թուղթ է դառը ձեր ցավը տանեմ։ Մար դատարանի վճռով հաղթի ու չկարենա իր վարորդականը վերականգնի, եթե ես մեղավոր եմ, թող այս 3 տարիա բարձրաձայնում եմ, թող գան ասեն այս բանի համար ձեր վարորդականը չեն տալի, բայց իրանք դա էլ չեն կարում ասել։ Մենակ զորբայավարի ասում են։ հիմնավորում չի եղել։ Չէ, զորբայավարի ասում են 1 տարվա մեջ 3 անգամ քեզ զրկել են։ Եթե 1 տարվա մեջ 3 անգամ ինձ զրկել են, Ինչ ո՞նց է 3 անգամ զրկել։ չեմ իմանում, իրանք պատճառաբանում են առաջի զրկումից հետո ցանկացած խախտում զրկում, հա, բայց հիմա առաջի զրկումը էլ չկա, կա դատարանի վճիռ, անվավեր է ճանաչվել։ Դուրս է գալի ես մի հատ 0.5 բալով զրկվել եմ։ Մի հատ 0.5 բալով զրկվել եմ, որը ոչ օրինաչափ է, ոչ իրավաչափ է, ոչ մի ձև օրենքի սահմանների մեջ չի մտնում։ Դրա համար եկել եմ երկրի վարչապետից հարցնեմ, եթե կոռուպցիա չկա այս երկրում, բա ես քեմ կոռուպցիայի զոդարը։ Հիմա սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Հանցագործություն կա ստեղ, թե չկա։ Ես պնդում եմ, կա հանցագործություն, կա պաշտոնական դիրքի չարաշահում եւ ուզում եմ բոլոր կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս գործի վրա, նաեւ հակակոռուպցիոն կոմիտեին խնդրում եմ հայտարարությունս թող ընդունի հաղորդում հանցագործության մասին, նյութեր նախապատրաստի, ես էլ պարտավորվում եմ ամեն տարիս եւ բառից համար ներկայացնել ծանրակշիռ փաստեր։ Խնդրում կասեք այդ կոռուպցիոն սխեման որտեղ է ձեզ գործում, այսինքն որն է նպատակը ձեզ վարորդական իրավունքը չվերականգնելու։ Կոռուպցիա սխեման ըստ ինձ գիտեք որտեղ է, եթե պաշտոնատար անձը դատարանի վճիռի կատար չի ածում, դա պետության դեմ հանցագործություն է։ Իսկ պետության դեմ հանցագործության համար պետք է զբաղվի գլխավոր դատախազությունը։ Տասնյակ դիմումներ եմ գրել գլխավոր դատախազությունում, քար լռություն։ Դրանով գլխավոր դատախազությունը ստվերում է պաշտոնատար անձի կողմից կատարած հանցագործությունը։ Դա կոռուպցիա է։ Դա կոռուպցիա է։ Կոռուպցիան էլ պոզու պոչով է լինում երեխեք չէ։ Խնդրում ձեր անձնանունը եւս մեկ անգամ։ Ես Դավիթ Վազգենի Ծաղիկյանն եմ։ Այդ կանրադառնանք, հետո թող քրեական գործ հարուցենք, քրեական գործի շրջանակներում ավելի լուրջ հանցագործություն կա ճանապարհային ոստիկանության կողմից, որ ներկա պահին կատարվում է, ես դրանք սաղ բացատրությունով կներկայացնեմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ։